հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից իրադարձություններին տալով մեծ ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանեողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լեաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Վիգեն Բալասանյանը, Հոսո Եգանյանը եւ Վահագն Ղազինյանը։ Գուշակելու են դրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք էթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, դա իսկ այժմ հայտարարում է մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենագրասեր աստղեր։ Հայտնի փաստ է, որ 21-րդ դարում գրքի հանդեպ սերը եւ հետաքրքրությունը օրորի նվազում է։ Նույնիսկ գիտելիքների նկատմամբ ձգտումներ ունեցող մարդիկ այսօր իրենց տեղեկությունները փնտրում եւ պեղում են ոչ թե գրքերից, այլ Google-ից, հակիրճ տեղեկատվության կամ տեսանյութերի միջոցով։ Ես հիմա չեմ ուզում թվել բոլոր այն պատճառները նման իրողության, այլ նպատակ ունեմ բացահայտել այն հայտնիներին մեր հայրականության, որոնք ամեն գնով փորձում են հասարակության մեջ ինտեգրել սեր եւ հետաքրքրություն գրքի հանդեպ։ Անկեղծ խոստովանեմ, որ մեր այսօրվա շքերթում մենք ընդգրկեցինք այն հայ հայտնիներին, որոնք հասարակության մեջ հետաքրքրություն գրքի հանդեպ սերմանում են ինչպես մանկավարժական մեթոդաբանական ձևաչափով, այնպես էլ հետաքրքիր գեղարվեստական գրքեր հեղինակելով։ Ի խոսքով հետաքրքիր բացահայտումներով լի եթեր է սպասում մեզ այսօր, այնպես որ մնացեք մեզ հետ եւ հետեւեք։ Գիրքը եւ գրականությունը մեր տոհմում միշտ զբաղեցրել է կարևոր տեղ եւ ունեցել է մեծ նշանակություն։ Մայքլ Քոթանջյան Պապիկս եղել էր գլխավոր գրականագետը սովետական Հայաստանի ժամանակ Գլավ միլիցիռատը եւ մեր տանը պատկերացնում եք ինչ գրականություն կար դեռ այն ժամանակ եւ հայրիկն է օգտվել այդ գրականությունից եւ հետո արդեն երբ որ ես մեծացա արդեն ես էլ էի օգտվում նաեւ նույնիսկ այնպիսի գրականություն կար որ հենց ինքն էր թողարկի դրանցից մեկն է հենց Պարուս Սևակի անլռելի զանգակատունը որը այն ժամանակ Պարուս Սևակը հակագրող հրատարակել պարգևում էր բայց Պապիկիս շնորհիվ հրատարակվել։ Երևի այդ օր, եթե ոչ մարդկանց, գետ ամենալուր եւ ամենազոր բնության համար տոն էր անսովոր, չէ որ նա գիտեր, թե ում է ծնել, լսում էր, չէ որ, թե ինչ նվագներ եւ ինչ անհամար, ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում այդ երկու թխլիկ նորածինների դեռ ոչինչ չասող առաջին ճիճում։ Քիչ ավելի ուշ եմ սկսել կարդալ, Օգենրի նովելաներից ազդված էի սկսեցի կարդալ, հետո արդեն գնաց Շեքսպիր, հետո արդեն ռուսական գրականությունը, մի խոսքով շատ էր արդեն այդ ցանկությունը մի գրքից մյուս գիրք, հետո իրար փոխանցում էինք։ Վերջերս հայտնաբերեց ինձ համար նաև գրողներ, ովքեր մանկական գրականություն են գրում, օրինակ կա Հայկ Աջապահյան, որը շատ հետաքրքիր հեղինակ է եւ կարդացի Վերջին ճանապարհը գիրքը եւ տեսա թե երեխաները իրեն ինչպես են սիրում եւ գրքերը կարդում, շատ հեշտ ընթերցելի գրքեր են, ճանաչողական գրքեր են։ Ռաֆայել Քոթանջյանը իր ստեղծագործական կյանքի ընթացքում ոչ միայն թողել է իր անջնջելի հետքը խորհրդային եւ հայկական կինոյում եւ թատրոնում։ Ռաֆայել Քոթանջյանը դարաշրջանի լեգենդներից է, որը ստեղծել է իր ձեռագիրը թե դերասանի վարպետության եւ թե այն դասավանդման մեջ։ Ռաֆայել Քոթանջյանի հետ դեռ կորոնայի ժամանակահատվածում մշակեցինք մի ծրագիր, որը ուսուցանի երեխաներին եւ թատրոնի արվեստը, բեմական կուլտուրան եւ իհարկե նաեւ հայրիկի մեծ ցանկությունն էր, որպեսզի մեր երեխաներին կապել նաեւ գրքերի մոգական աշխարհի հետ։ Եվ հիմա ես փորձում եմ հիմնել Ռաֆայել Քոթանջյանի ակադեմիան, շուտով բացումը կլինի եւ երեխաները կարող են հաճախել դասավանդման մեթոդներ հայրիկի հետաքրքիր, որը ես հիմա կիրառելու եմ նաեւ մեր ակադեմիայում, ավելի շատ երեխային պիտի լսես, թե նա ինչ է ուզում արտահայտել իր էմոցիաները, իր մտքերը եւ կարողանաս ամենակարևորը բացահայտես նրա բնությունը, որը միգուցե նաեւ որ ինքը չգիտի դրա մասին։ Ռաֆայել Քոթանջյանը իր կյանքի ընթացքում թողարկեց նաեւ գիրք, որն ինքնակենսագրական է եւ
պատմում է իր անցած ուղու մասին։ Խոսեմ նաև այս գրքի մասին, ինքը Ռաֆայել Քոթանջյանի գիրքն է, որը մենք հրատարակեցինք 2020 թվականին, կոչվում է Non Finita, այսինքն անավարտ, եւ այստեղ շատ հետաքրքիր նաև application կա, Ռաֆայել Քոթանջյանը հայտնվում է, գրքից դուրս է գալի եւ սկսում է իրանց համար տարբեր բեմադրություններ կատարել։ Արվակի միջին մի առահետ, մի քիչ էլ գնաց թփերի միջին, խուցը կգտնես սոր ճեղքնավորի։ Հետաքրքիր գիրք է, ինքնակենսագրական գիրքն է, հեղինակը Զարուհի Առաքելյանն է, մեր շատ սիրելի, որը հայրիկի հետ համատեղ աշխատեցին եւ ստեղծեցին այս ինքնակենսագրական գիրքը, որտեղ ինքը պատմում է թե իր մտքերի, թե իր դերերի, խոսքով շատ հետաքրքիր բաներ կա այստեղ զետեղված, ինքը նկարներով է նույնիսկ, սենց եւ շատ ուրախ եմ, որ կարողացանք հենց իր կյանքի օրոք հրատարակել Non Finita Ռաֆայել Քոթանջյանի այս գիրքը։ Դու կաս շնորհակալ եմ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղերին, որոնք հեղինակել են գրքեր եւ կուզեն հիշատակել հոլիվուդյան աստղ Մեթյու Մակքոնեհիի անունը։ Սկսեմ նրանից, որ 30 տարի շարունակ օսկարակիր հոլիվուդյան աստղ Մեթյու Մակքոնեհին վարել է օրագիր, որտեղ ինքը զետեղում էր իր բոլոր հաջողությունները, անհաջողությունները, բացահայտումները եւ կյանքի փորձերը։ Եվ ահա օրերից մի օր հոլիվուդյան աստղը որոշեց գրել գիրք Green Light, այսինքն կանաչ լույս։ Այսպես որոշեց ինքը խորագրել այդ գիրքը, որը իր մեջ պարունակում է ինքնազարգացման եւ ուշադրության տարրեր։ Այլ կերպ ասած, Մեթյու Մակքոնեհին իր ամբողջ գրքի ընթացքում վերլուծում է իր կյանքի հաջողությունները, անհաջողությունները եւ կիսվում իր եզրակացություններով ընթերցողների հետ ու փաստում թե ինչ դասեր է քաղել այդ ամենից։ Դեսկ մենք վերադառնում ենք մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններին այս ամենի վերաբերյալ։ Հայաստանի անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ եւ գրողների միության անդամ եւ ամենից ամենայի լավ բարեկամ Աելիթա Դոլուխանյանը քայլող հանրագիտարան է եւ յուրաքանչյուր թեմայի շուրջ ունի իր գիտական փաստերով հիմնավորված բացատրությունը։ Եվ մենք միշտ գերագույն հաճույքով հյուրընկալում ենք Աելիթա Դոլուխանյանին հերթական բացահայտում ակնկալելով։ Լավ է, որ մենք ունենանք թարգմանական գրականություն տարբեր տարիքների համար, հատկապես երեխաների համար։ Բոստոնում գրադարանում կարդացի Սպիֆենի Մաքրասեր խոզուկի պատմությունը եւ ինձ շատ դուր եկավ, որոշեցի դա թարգմանել։ Այդ գիրքը համարվել էր տարվա լավագույն մանկական գիրքը։ Ես որ կարդացի, հասկացա, որ սա մեր երեխաները պետք է կարդան։ Նույն ձևով ես անգլերենից թարգմանեցի, դա ավելի ծավալուն գիրք է։ Ստացա ես կպատմեմ, դա հոլոկոստի վերապրածի գիրք է։ Նրա առաջաբանում հեղինակը ասում էր, որ եթե հայկական ցեղասպանությունը դատապարտվեր աշխարհի կողմից, ապա հոլոկոստը չէր լինի։ Եվ ավարտում է իր առաջաբանը նորից ասելով, այդպես էլ հայկական ցեղասպանությունը մնաց որպես մոռացված ցեղասպանություն։ Հիշում եմ, մի անգամ հանրային ռադիոյով հաղորդում էր, ես պատմեցի մի հեքիաթ, որ ֆրանսերենից թարգմանել էի։ Անցել էր մի 15 օր, մեր ամբիոնի դուռը թակեցին եւ եկավ մի շատ համակրելի տղա, ասաց, ես ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել։ Ասաց, ձեր հաղորդումը ես որ լսեցի, այդ հեքիաթը լսեցի, ես հետևեցի այդ հեքիաթի խորհուրդներին եւ իմ կյանքը լրիվ փոխվեց։ Պետք է գիրքը այնպիսին լինի, որ իրոք մարդուն օգնի։ Աելիթա Դոլուխանյանը հեղինակել է բազմաթիվ գրքեր, սակայն պատմել բոլորի մասին մեր եթերային ժամանակը չէր բավականացնի։ Ուստի Տիկին Դոլուխանյանը խոսեց այն գրքերից, որոնք ունեն իրենց ուրույն նշանակությունը մանկավարժության մեջ։
Իմ նախավերջին գիրքը կոչվում է Ինչպես դառնալ բացառիկ մանկավարժ։ Ինչու ես գրեցի այդ գիրքը։ Նախ, որտեղ աշխարհի շատ համալսարաններում դասեր եմ լսել, գրադարաններում պարապել եմ եւ ծանոթ եմ առաջադեմ երկրների մանկավարժական փորձին եւ արդյոք կարդում են նրանց մոտ, թե չեն կարդում։ Եվ ինձ միշտ հետաքրքրում է մանկապատանեկան գրականությունը, որովհետեւ եթե դու վարժվում ես կարդալ փոքր հասակից, այդ սերը մնում է մինչև կյանքիդ վերջը։ Դու պարզապես կարիք ունես գիրք կարդալու։ Եվ կարդացի մի գիրք կոչվում էր Good Master, լավ ուսուցիչ։ Հեղինակը հունգարացի գրող էր։ Այդ գրքում ինքը ներկայացնում է, թե ինչպես պետք է դաստիարակել հատկապես Հունգարիայի պատանիներին, աղջիկներին, եւ ինքը բերում էր Աթիլայի օրինակը։ Դուք պատկերացնում եք աշխարհի հանրագիտարաններում Աթիլան կոչվում է աստվածային պատիժ։ Իսկ ինքը ներկայացնում էր Աթիլային որպես մեծագույն հերոս։ Ուզում եմ ասել, որ գիրքը շատ կարևոր է նաև դաստիարակչական առումով։ Ты можешь приходить, когда захочешь, и читать ее. Да, фрау Герман. Այդ ամենին Աելիտա Դոլուխանյանը հավելեց. Եթե մարդը ուշադիր կարդա եւ այդ տաղանդավոր հանճարը գրողների մտքերը ինքը իր մեջ անվարի, ի վերջո հասարակությունը ավելի լավը կլինի, հաստատ համոզված եղեք։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք հեղինակել են գրքեր եւ կուզեմ հիշատակել եւս մեկ հոլիվուդյան աստղ եւ այս անգամ խոսքը Will Smith-ի մասին է։ Եվ այսպես 2021 թվականին թողարկվեց Will Smith-ի ինքնակենսագրական գիրքը, որը ինքը թողարկեց Մարկ Մենսոնի հետ համահեղինակությամբ։ Գիրքը խորագրվեց Will, այսինքն կամքի ուժ, որտեղ պատմվում է Will Smith-ի ամբողջ բարդ ուղին սկսած հիփ-հոփ բեմահարթակից մինչև կինոինդուստրիա եւ ինչպես ինքը դարձավ ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան աստղը։ Գիրքը գրավում է նրանով, որ այնտեղ Will Smith-ը անկեղծ պատմում է իր բոլոր թուլությունների, կասկածների մասին եւ ինչպես կամքի ուժի շնորհիվ ինքը հասնում է հաջողության։ Միևնույն ժամանակ գրքում ինքը պատմում է ընտանեկան փոխհարաբերությունների, այն է իր եւ հոր բարդ փոխհարաբերությունների մասին, ընտանեկան արժեքների մասին եւ ինչպես է ինքը իր մեջ վերաիմաստավորել կյանքի նկատմամբ որոշակի դրույթներ։ Եվ պատահական չէ, որ գիրքն ունեցավ մեծ հաջողություն հասարակության կողմից։ Ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, կանոնահարույհի Հասմիկ Լեյլոյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում եւ վայելում է ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի համակիցների սերն ու հարգանքը։ Մենք բազմիցս անդրադարձել ենք նրան եւ ակնարկել նաեւ այն փաստը, որ իր գործունեության ընթացքում ինքը հեղինակել է մի շարք գրքեր, որոնք հիմնականում դասվում են ուսումնական ձեռնարկների շարքին։ Երբ ես գնացել եմ կանոն սովորելու, այդ 60-ական թվերին ժողովրդիկների համար ոչ մի գրականություն չկար տպագրված։ Ամբողջը ձեռագիր էր։ Առաջի կանոնի ձեռնարկը ստեղծեց արվեստի վաստակավոր գործիչ Խաչատուր Ավետիսյանը։ Ես էլ տեսնելով այդ բացը տարիներ հետո, քանի որ ես նվագում էի շատ բարդ գործեր, առիթ հանդիսացավ ստեղծելու տեխնիկան զարգացնելու նոր կատարման ձևեր։ Առաջի իմ դասագիրքը եղավ Գամա արպեջո էտյուդներ եւ վարժություններ կանոնի համար, որը 1974 թվականին դեռ պատրաստ էր, տարա ներկայացրեցին, սիրով ընդունեցին, բայց ինձ ասեցին, որ դա կտպվի 10 տարի հետո, որը ինձ համար անընդունելի էր։ Ու ես ինքս որոշեցի ստեղծել առաջի գիրքը ինքս։ Գտա մեկին, որը կարող էր շատ գեղեցիկ ձեռագիր անել, ինչպես տպագիրը։
Դրա հետ միասին շատ մեծ բաց էր, որ չկար ստեղծագործություններ, փոխադրություններ կանոնի համար։ Նորից մտածեցի, մի շատ լավ ընկերուհի ունեի, նորից կանոնահարույ, լավ ձեռագիր ուներ տպագրության նման եւ որոշեցինք փոխադրություններ կանոնի համար։ Դասագիրքը նախաձեռնեցի ստեղծելու եւ այդ վերնագրերը գրելը վերցրեցի այբուբենը հայերեն, կտրեցի տառերը, շարեցի ու ստացա վերնագրերը։ Ու Xerox-ով նորից ստացանք փոխադրությունների ժողովածու կանոնի համար, որը շատ լավ ընդունվեց բոլոր երաժշտական դպրոցներում եւ տպագրվեց մի քանի անգամ։ Երրորդ գրքի համար գրած էր լինում կոմպոզիտորի անուն, ազգանունը եւ վերնագիրը տարբեր չափսերի ու ես այդ թանակի մեջ թրջում էի, սարքում էի վերնագիրը եւ կոմպոզիտորի անունը տպագիր։ Եվ եկավ այն ժամանակը, որ արդեն կարող էինք կոմպյուտերով հավաքել այդ գրքերը ու նորմալ գրքի նման հրատարակել արդեն տպարաններում։ Այդ գրքերը ես թարմացրեցի, ավելացրեցի, մեծացրեցի եւ ստեղծեցի ընտիր երկեր մշակումների փոխադրություններ կանոնի համար, որտեղ ընդգրկված էր դասական ստեղծագործություններ, որոնք ես կատարել էի, փոխադրել էի եւ կատարել էի կանոնով համերգային բարդ ստեղծագործություններ։ Մյուս գիրքը համերգային ստեղծագործություններ կանոնի համար։ Բոլոր ստեղծագործությունները իմ կատարված ստեղծագործություններն էին։ Հետո ստեղծվեց արդեն կանոնի հայկական դպրոց երկու մասից դասագրքերը։ Մեր այսօրվա երաժշտական դպրոցների ծրագիրը ինչ որ պետքա այդ դասարանում անցնել։ Եվ տեսական մասը եւ արդեն երաժշտական մասը, որ ինչ ստեղծագործություններ կարող են նվագել։ Առաջինը մինչեւ 4-րդ դասարանը, երկրորդ մասը 4-րդ դասարան, 5-րդ, 6-րդ եւ ուսումնարաններում են օգտագործում, քոլեջներում։ Շատ հետաքրքիր պատմություն ունի նաև այս գիրքը, քանի որ երաժշտական դպրոցներ գալիս են սովորելու հաճույքի համար, գեղագիտական բաժին է կոչվում երաժշտական դպրոցներում, դա Արուսյակ Կոստանյանի առաջարկեցի իրեն ստեղծենք մի դասագիր, որը հենց այդ պահանջարկ ունեցող սովորողների համար լինի, ինքը որպես դաշնամուրի մասնագետ, ես կանոնի ընտրեցինք ստեղծագործությունները միասին եւ ամենահեշտ ձևով, որ կարելի էր նվագել, տարածված, սիրված ստեղծագործությունները, նաև ընդգրկեցի առանձին մաս դաշնակահարների համար, տարբեր ակոմպանիմենտի ձևեր, տարբեր ռիթմով եւ տոնայնություններով, որպեսզի կարողանան իրենք իրենց համար այդ ակորդները վերցնելով երգեն կամ նվագեն ինչ-որ ստեղծագործություն։ Նաև դասագրքում կա CD, որպեսզի իրենք համ լսեն այդ ստեղծագործությունները ոնց է կատարվում, համ էլ կարողանան նոտաներից օգտվել եւ դասավանդողի համար դա ավելի հեշտ ու հաճելի եւ սովորողի համար։ Մյուս դասագիրքը կոչվում է Քո հոգու երգը, մտածեցի ընդգրկել աշխարհում սիրված ու ծանոթ երաժշտություն, այստեղ գրված է, որ կարող են օգտվել եւ քամանչան, եւ ուդը, եւ սանթուրը, եւ ֆլեյտան, եւ ջութակը։ Կարևորը կա ստեղծագործությունը իր նվագակցությամբ։ Դրա հետ միասին ինքս նվագել եմ այդ բոլոր ստեղծագործությունները, որը շատ նորից սիրված է բոլորի կողմից։ Այս CD-ս շատ լավ կարծիքներ եմ լսել դրա մասին ու գոհացնում է ինձ նրանով, որ արած այդ գործը գնահատվում է եւ հասնում է իր նպատակին։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք հեղինակել են գրքեր եւ այս անգամ կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսի անունը։ 2017 թվականին լույս տեսավ Թոմ Հենքսի առաջին պատմվածքների առաջին ժողովածուն, որը հայերեն հրատարակչությամբ թողարկվեց «Այն ինչ զգում է իմ սիրտը» խորագրով։
Ժողովածուն բաղկացած է 17 պատմվածքից, որոնց կապող թելը տպագրական մեքենան է, ի պատիվ Թոմ Հենքսի սիրված հոբբի, այն է տպագրական մեքենաների հավաքածուն։ Ժողովածուի մեջ զետեղված են ամենատարբեր ժանրեր, սկսած լիրիկական կոմեդիայից մինչև մելանխոլիկ դրաման։ Ու հետաքրքրականն այն է, որ քննադատները շատ դրական արձագանքեցին այս ժողովածուին, ասելով, որ Թոմ Հենքսի արձակը նման է իր դերասանական ոճին, նույնչափ բարի, անկեղծ, մաքուր, որտեղ պատմվում է նաև փոքր մարդու առօրյա կենսագրական բոլոր մանրուքների մասին։ Այս գիրքը դարձավ բեսթսելեր եւ արժանացավ հասարակության բարձր գնահատականին։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես եւ գիրքն ընկերացանք բավականին ուշ, որքան էլ որ շատերի համար զարմանալի թվավ։ Բայց ընկերանալուն պես հասկացա, թե որքան հաճելի ու խորհրդավոր աշխարհ է գրքի աշխարհը։ Անի Քոչար։ Մանկության եւ պատանեկության տարիներին ես կարդալ ամենևին չէի սիրում։ Եվ մեր տան մշտական կռիվն ու վեճը այն էր, որ Անի գիրք կարդա, որ մարդ դառնաս։ Եվ պետք է ասեմ, որ ես ինձ ստիպում էի պարապել, որպեսզի ընդունվել համալսարան, այնուհետև նաեւ գիտական աշխատանքներին տրամադրվել, որովհետեւ տեսակով շատ անհանգիստ հոգի ունեմ եւ նստելը ինձ շատ դժվար է տրվում։ Այսինքն ոչ այնքան ընթերցասեր դեռահասից ես կարող ի վերջո ինձ մեջ այնքան կամքի ուժ գտնել, որպեսզի ինձ ստիպեի կարդալ, զբաղվել նաև ինքնակրթությամբ։ По части Захоронений. По части захоронений. Дочитали твою первую книгу. Поздравляю. Այժմ ես այնքան մեծ բերկրանքով եմ կարդում, խոսք կա չէ, ասում են նրանք, ովքեր ընթերցում են, նրանք ճամփորդում են եւ շրջում են ողջ աշխարհով, իսկ մարդիկ, ովքեր չեն ընթերցում, նրանք միշտ դոփում են նույն տեղում, բայց նաեւ մի բան էլ ասեմ, այնպես չէ, որ առհասարակ չէի ընթերցում։ Ես անգամ գրանցված էի մեր այդ համայնքի բոլոր մանկապատանեկան գրադարաններում, բայց այդքան մեծ հաճույքով եւ պատրաստակամությամբ չէի ընթերցում այդ տարիքում եւ մշտապես մեծերի հորդորով որ մեկուսանում էի, առանձնանում էի եւ կարդում էի։ Мы желаем вам всяческих успехов. Անի Քոչարն այն տեսակն է, որը երբեք չի ամաչում բարձրաձայնել իր անցած դժվար ու բարդ ճանապարհի մասին։ Բարձրաձայնել, բայց ոչ բողոքել։ Բարձրաձայնել եւ կիսվել, թե ինչպես է ինքը գտնում լուծումներ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակից։ Եվ Անի Քոչարի հենց այդ տեսակը մի օր հանգեցրեց գաղափարի, կիսվել այդ ամենով գրքի միջոցով։ Ես լինելով լրագրող եւ բախվելով կյանքի այնպիսի փորձությունների ու դրանք հաղթահարելով, հասկացա, որ դրանք կարող են նաեւ շատ մոտիվացնող, ոգեշնչող փորձ լինել այլ մարդկանց համար, որտեղ այնքան հեշտ է անգամ 1-2 օրում ուղղակի հանձնվել, կոտրվել, սպառվել եւ այն աշխարհ գնալ։ Դրա համար այս ամենը տիրոջ փառքի մասին է իրականում։ Գրեցի 2020 թվականին իմ առաջին գիրքը հանձնվել չկան, որը այս 5-6 տարվա ընթացքում քանիցս վերահրապարակվել է, այն դարձել է բեսթսելեր գիրք, որովհետև այն ուղերձները, որոնք կան հանձնվել չկա գրքում, դրանք շատ մարդկանց են օգնում, որովհետև եթե դու պայքարի ղեկը վերցնում ես քո ձեռքը եւ վճռական ու առանց չարանալու համառորեն առաջ ես մղվում, ապա անհնարին է, որ հաջողություն չգրանցես։ Ես հենց առաջին իսկ օրվանից բոլորին հստակ հասկացնել եմ տվել, որ իմ կյանքի հաշվով ձեր բոլոր որոշումները, ձեր բոլոր լուծումները դրանք առ-ոչինչ են նրա համեմատ։ Իսկ երկրորդ գիրքը արդեն առաջինի տրամաբանական շարունակությունն է, կոչվում է Կյանքը երկրորդ փորձից եւ պատմում է այն մասին, ինչպես կարող է մարդը երկրորդ անգամ փորձել, սկսել մաքուր էջից, կրկին ապրել, արարել, աշխատել եւ հաջողել։ Եվ ես անգամ այն միտքն եմ արտահայտում գրքի վերջում, որ կապ չունի անգամ երկրորդ, 12-րդ, թե որերորդ փորձից ուզում ես փորձիր, եթե վճռել ես ապրել եւ ապրել երջանիկ ու լիարժեք, ոչ թե զոհի կարգավիճակում, դու մշտապես հաջողելու ես, որովհետեւ կյանքում կարող են շատ փորձություններ լինել, բայց դրանք դատավճիռ չեն։
ընթերցողի հետ ես ամենաուժեղ եւ կենթանի կապն ունեմ։ Ասում են, որ կյանքին սկսել եմ այլ դիտանկյունից նայել, որովհետեւ երբեմն մարդիկ երբ ինչ որ խնդրի մեջ են եւ տևական ժամանակ են այդ խնդրի մեջ, իրենք դադարում են այլ ընտրանքներ տեսնել։ Մենք նպատակ ոգեշնչելու մարդկանց, ոգեշնչելու բոլոր այն մարդկանց, ովքեր թերահավատ են։ Այնպես որ իմ բոլոր ընթերցողները վերագտնում են իրենց եւ այն մոտիվացիան, որը ի սկզբանե խոստանում է գիրքը, իսկապես իր ուրույն տեղը գտնում է եւ իր արժանին ստանում է։ Մեծ ցանկության, մաքարման եւ անսահման հավատի դեպքում կյանքը հաջողել, այո, նաեւ երկրորդ փորձից։ Սա գիրք է բոլոր կոտրված սրտերի համար։ Այդ ամենին Անիկ Քոչարը հավելեց. Քանի որ ես լրագրող հեղինակ եմ, ես գիրքը գրում եմ, բայց մշտապես սպասում եմ որևէ նշանակալի ցանկուցալուծման, նոր միայն ավարտում եմ, ամփոփում եմ գիրքը եւ նոր միայն անցնում ենք տպագրական գործընթացին։ Առաջ Աստված, եթե մինչեւ տարեվերջ այդ իրադարձությունները լինեն եւ այդ հաղթանակը տոնենք, գիրքը կամփոփվի եւ կհանձնվի տպագրության մոտիվացիայի հերթական մեծ չափաբաժնով։ Այն ողջ սերն ու ջերմությունը, որ ես ստանում եմ իմ ընթերցողներից եւ ինձ համար հարազատ դարձած մարդկանցից, ինձ գոտեպնդում է նորանոր գրքեր ներկայացնելու։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղերի թեման, որոնք հեղինակել են գրքեր, եւ այս անգամ կուզեմ հիշատակել փոփ դիվա Մադոննայի անունը։ Հետաքրքրական է, որ Մադոննան որոշեց գրել գրքեր երեխաների համար եւ խորագրել դրանք անգլիական վարդեր։ Սա գրքերի շարք է, որից առաջինը Մադոննան հրատարակեց 2003 թվականին։ Այստեղ խոսքը 5 ընկերուհիների, 10 ընկերուհիների մասին է եւ նրանց ընկերության մասին։ Պատմությունը սկսվում է այն կետից, որ 4 ընկերուհի նախանձում են գեղեցկուհի Բինային, իրենց 10 ընկերուհուն, սակայն կնքամայր Փերիի միջոցով իմանալով, որ Բինան իրականում միայնակ է եւ շատ է չարչարվում տանը, որոշում են ոչ թե նախանձել նրան, այլ ընկերանալ իր հետ։ Գիրքն ունի խրատական բնույթ եւ բարձրացնում է ընկերության, կարեկցելու, նախանձության դեմ պայքարելու, ինչպես նաեւ մեդալի հակառակ կողմը տեսնելու ունակության թեմաներ։ Այս գիրք պատմվածքը մեծ հաջողություն ունեցավ, այնպես որ հաջորդ պատմվածքը գիրքը Մադոննան թողարկեց 2006 թվականին։ Դեսքես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Որպես մայր եւ մանկավարժ ես ունեմ իմ առջև դրված նպատակ՝ սերմանել եւ զարգացնել երեխաների մոտ սեր դեպի գիրքը, ինչը 21-րդ կլիպային մտածողության եւ արհեստական բանականության պայմաններում բավականաչափ դժվար է։ Մելինե Ավետիսյան։ Ինչպես կարելի է անել, որ սիրեն գիրքը, օրինակ ծառայելով, այսինքն եթե ես ինքս որպես մայր կամ որպես դասախոս գիրքը չեմ սիրում կամ գիրքը չեմ կարդում, նրանք նույնպես չեն կարդալու, բայց պարտադրողաբար չես կարող ասել, չէ, դու պարտադիր պետք է դա կարդաս։ Իհարկե կլինեն երեխաներ, որոնք գնահատականի համար կկարդան, կգան, կհանձնեն իրենց կարդացածը, բայց հիմքը պետքա լինի նա, որ ինչ կարդացիր եւ ինչ հասկացար։ Մանուել, ինչ է գիրքը։ Գիրքը գիտելիքի համար է։ Ինչի մասին կգրես գիրք։ Մայրիկի։ Շատ լավ, ինչի հենց մայրիկի։ Որտե մայրիկը մեր թանկն է։ Օրինակ գրքի տոնի հետ կապված ավագ դստերս նվիրել էին գիրք եւ ես բացարձակ չեմ ասել կվերցնես, կկարդաս, պարզապես ուրախացել եմ, որ իրեն նվիրել են գիրք։ Փոքր ժամանակ չէի սիրում, բայց հիմա շատ եմ սիրում կարդալ։ Ու ես ստացա գիրք նվեր ու կարդացի։ Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքն է։ Ինքս ուրախացա, որ ոչ պարտադրաբար ինքը նստած կարդում էր այդ գիրքը։ Շատ ու շիտ մաշու Миша, смашей навсегда, навсегда. Մելինե Ավետիսյանը լինելով երիտասարդ մայր եւ մանկավարժ շատ ճիշտ տեսնում է երեխաների դաստիարակման ոլորտում բոլոր բացերը եւ դրանք լուծելու ճիշտ եւ արդյունավետ մեթոդներն ու տարբերակները։ Այսպիսով այս տարի գրքի տոնի առիթով ինքն իր սաների համար նախաձեռնեց գեղեցիկ մի գաղափար, որի նպատակն էր ծանոթացնել երեխաներին գրքի հետ եւ առիթ ստեղծել, որ հենց նրանք լինեն իրենց գրքի ստեղծողը։ Քանի որ հիմա երեխաները ցանկանում են այդ նույն հեքիաթը տեսնել եւ լսել, այլ ոչ թե ընթերցել,
ընթերցել կամ իրենց համար ընթերցեն։ Դա հենց եղավ պատճառ, որ մենք որոշեցինք երեխաներին առաջարկել, որ դուք ինքներդ ձեր ձեռքով պատրաստեք գրքեր, որը դուք ինքներդ նաև կգրեք։ Բովանդակությունը դուք որոշեք։ Իսկ գիրք գրելու համար բնականաբար արդեն երեխան սկսում է փնտրել մտքեր։ Մտքերն էլ փնտրելու համար պետք է դիմի մայրիկին կամ ուսուցչուհուն։ Ամենահետաքրքիր հարցը ինչ է գիրքը, քանի որ այդ խումբը նոր պետք է գնան դպրոց եւ շատ կարեւոր էր մեր համար, որ արդեն իրենք հասկանան ինչ է գիրքը, գիրքը սիրելով գնան դպրոց։ Սոֆի, ինչ է գիրքը։ Կարդում պատմում ես։ Հայկ, քեզ համար ինչ է գիրքը։ Ձեր գիրքը ինչ գույնի կուզեք որ լինի։ Ես ռոզի, ես կապույտ։ Քո գրած գիրքը ինչ գույնի կլինի։ Սպիտակ։ Այդ հարցը, երբ որ մեզ տվեցին, իսկ ինչ է գիրքը մենք որ պետքա գրենք, մենք բերեցինք տարբեր լիքը գրքեր, հետո սկսեցին բացել, նկարները իրենց չհետաքրքրեցին, սա մեր համար կարաք կարդակ, այստեղ էս ինչ է գրած, արդեն գիրքը հետաքրքրություն իրենց մեջ առաջացրեց։ Ու հարց ենք տվել, իսկ հիմա դուք ցանկանաք գրել արդյոք գիրք։ Իհարկե ողջունեցին եւ բոլորը մասնակցեցին, եւ թղթերն են պատրաստել իրենց ձեռքով եւ բովանդակությունն են գրել։ Թերթերը գունավոր էր, իսկ բովանդակությունը հիմնականում վերաբերում էր մայրիկներին, ընկերներին, դա նույնպես ուրախալի փաստ էր, նշանակում է երեխաները հասկանում են արդեն, թե ինչ է ընկերասիրությունը, ընկերը։ Միլանա, ինչի մասին կգրես գիրք։ Ընկերներ։ Շատ լավ։ Հակոբ, դու ինչի մասին կգրես գիրք։ Ընկերների։ Երեխաները անհամբեր սպասում են, թե մյուս տարի երբ է գալու գրքի տոնը, որ նույն օրը, նույն ձևաչափով մենք անցկացնենք իրենց հետ։ Վստահ եմ, դա իրենց կյանքում մի փոքր դուռ բացած կլինի, ինչպես կարան օգտվեն գրքերից կամ պետք է գրքից կարդալ հեքիաթը, այլ ոչ թե տեսնել։ Այդ ամենին Մելինե Ավետիսյանը հավելեց. Ես ինքս գիրք եմ գրել, որի վերնագիրն է Կինն առանց դերերի, շուտով կհրապարակվի դա։ Այնտեղ բովանդակությունը վերաբերվում է կնոջը, մայրերին, ինչպես նաև մի փոքր հատված կա աշխատող մայրերին։ Ամենից ամենը շարունակում էր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր են այս պահին մնացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենագրասեր աստղերի մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում։ Մնացեք մեզ հետ։ Մեզ համար հաճելի անակնկալ էր, որ մեր սիրելի գոլեգան, լրատվական մեկնաբան Մարիաննա Հակոբյանը հեղինակեց մի գիրք եւ որը վերջապես հանձնեց հանրության դատին։ Մի գիրք, որն ըստ էության այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է ձեռք բերել բազմաթիվ դրական արձագանքներ։ Գիրք, որն ունի իր ուղերձն ու կյանքում հանդիպող հարցերի պատասխաններ։ Ներկայումս մեր սիրելի գոլեգան գտնվում է Արաբական Էմիրություններում, այդ պատճառով իր հարցազրույցը Մարիաննան մեզ ուղարկեց հենց այնտեղից։ 14 տարի աշխատելով հեռուստատեսությունում կարող եմ վստահորեն ասել, որ հեռուստատեսությունը շարունակում է ձևավորել հանրային կարծիք եւ օրակարգ, թելադրում է քաղաքական նախապատվությունները, մարդկանց տրամադրությունները, բայց այս process-ների մեջ շատ կարեւոր է չմոռանալ ընթերցանության կարեւորության մասին։ Մասսայականն ինձ քիչ է հուզում, գրում եմ մտածող, խորքային ընթերցողի համար, ովքեր կկարդան ոչ թե բառերը, այլ կգտնեն թաքնված իմաստներն ու ուղերձները։ Ինչու ոչ ուղիղ, որովհետեւ շատ հաճախ դիմադրությունը մարդուն ստիպում է աշխատացնել երևակայությունը եւ ստեղծել նոր միտք։ Գեղարվեստական գիրքը խոսելու ձև է եւ դետեկտիվ թրիլեր ժանրն էլ հենց պատրվակ է այդ գաղտնիքների մասին էսթետիկորեն մատուցելու։ Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է եւ գիրքը մի մեծ գաղտնիքի մասին է, գաղտնիք, որն ընտրեց գրքի կերպարանք, ոչ թե թաքնվելու, այլ խոսելու համար։ Տարիներ առաջ, երբ գործող լրագրող էի եւ առնչվում էի բազմաթիվ կանանց պատմությունների, բռնության ենթարկված կանանց պատմությունների, տարիներ հետո ես հասկացա, որ այնուամենայնիվ մարդու հիշողության մեջ մնում է ամենացնցողը։ Ես որոշեցի
այդ ցնցողը դարձնել գիրք եւ խտացնել տարբեր կանանց պատմություններ մեկում։ Այստեղ հերոսուհին բռնության է ենթարկվում, սակայն տարիներ անց նա չի կարողանում հաշտվել այդ բռնության հետ եւ ի վերջո որոշում է բարձրաձայնել։ Անունները չփոխել վեպը լրագրողական հետաքննություն է։ 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքը տարիներ անց դառնում է քրեական գործ։ Գիրքը ինչու ոչ նաև փախոստի միջոց է իրականության գաղջից եւ ուղերձները էսթետիկ մատուցելու ձև է։ Ընդհանրապես գաղտնիքները կամ պետք է տանել գերեզման կամ թույլ տալ, որ ապրեն, տալով նրանց անուններ։ Եվ նաև գրքերի միջոցով է, որ շատ գաղտնիքներ ներկայացվում են ավելի էսթետիկ կերպով։ Որտեղից են սկիզբ առնում ծանր մանկությունը, հետտրավմատիկ սթրեսը, անպատասխան հարցերը եւ ինչու է բռնաբարությունից ծնված աղջիկը մեծանում իրեն ուղեկցող մշտական կասկածների մեջ։ Մարիաննայի փորձառությունը լրատվական դաշտում եւ ուղեղի ճկուն վերլուծական ձիրքն անշուշտ գրքում նկատելի է յուրաքանչյուր տողում։ Այդ պատճառով գրքի ուղերձներն էլ հստակ են եւ անվիճելի։ Ուզում եմ գրքից մի դրվագ կարդալ, որտեղ նաև ուղերձներից մեկն է թաքնված։ Դու գտնելու ես այնտեղ, որտեղ չես փնտրում, եւ դա լինելու է այն, ինչ չէիր փնտրում։ Եվ կյանքում էլ է սովորաբար այդպես։ Եվ ես գիրքը գրելուց առաջնորդվել եմ մի հիմնական սկզբունքով՝ ցույց տալ կյանքը ինչպես որ կա, չփոխել անունները, չփոխել երևույթները եւ տալ դրանց իրենց իսկական անունները։ Հայտնի պատգամավորը, նախարարը եւ սկսնակ լրագրողին առանձնացել են նույն բնակարանում, հետո տեղի ունեցել բռնաբարություն։ Այդ ամենին Մարիաննա Հակոբյանը հավելեց. Մարդկանց արձագանքները բավականին ոգևորող են եւ ես ստանում եմ ամենուր նամակներ, հետադարձ կապը պահում եմ իմ ընթերցողների հետ։ Նրանք ինձ հարցեր են ուղղում, փորձում ենք միասին բացահայտել, թե ինչու այս կամ այն կերպ վարվեց հերոսս եւ ինչու այդ ավարտը ունեցավ։ Ինձ համար ամենաոգևորող հաջողախոսությունը, այսպես ասած, անկեղծ կարծիք այն է, որ գիրքը կարդացվում է մեկ շնչով, որովհետեւ այսօր բազմազբաղ իրականության մեջ շատ կարեւոր է, որպեսզի չծանրացնել մարդկանց կյանքը։ Կարտի մեջ է գցում ընթերցողին գիրքը, երբ հերոսը դադարում է լինել հերոս, ակա հերոսը ակա հերոս։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի գործընկերներին, իսկապես աշխատանքը ստացված է եւ այն, ինչ այսօր իմ ձեռքում է, ստացված է թե բովանդակային առումով, թե ձևի առումով եւ նաեւ շնորհանդեսներ դրա վկայությունը, որ անցավ շատ բազմաբովանդակ։ Նոր գիրք արդեն հայտնի ու սիրելի հեղինակներ՝ Գոռ Կարապետյան, Մարիաննա Հակոբյան։ Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնեն ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Երևանի Պոնտի հունական համայնքը հասարակական կազմակերպություն, որը գործում է 1990-ականներից եւ ունի նպատակ պահպանել հայաստանաբնակ պոնտական հայերի մշակույթը, լեզուն եւ ավանդույթները։ Համայնքը ակտիվորեն կազմակերպում է մշակութային միջոցառումներ, այդ թվում նշում հունական ազգային տոնը եւ աջակցում Հայաստան-Հունաստան բարեկամական կապերին։ Եվ եթե լինենք առավել անկեղծ, ապա պետք է խոստովանենք, որ Երևանի Պոնտի հունական համայնքի մշակույթի գծով պատասխանատու կիսովչափ հույն Էլինա Պողոսյանը ամենից ամենայի վաղեմի բարեկամներից է։ Եվ ուշի ուշով հետևում ենք, թե ինչ հետաքրքիր մշակութային եւ կրթական նախագծեր է կյանքի կոչում Էլինան եւ իր փոքրիկ ներդրումն ունենում հայ-հունական բարեկամական հարաբերությունների եւ հունական մշակույթի պահպանման հարցում։ Նման համատեղ նախաձեռնություններից մեկը դարձավ Էզոպոսի առակներից մի քանիսի գրքի հրատարակումը, սակայն ամենին անդրադառնանք հերթով։ Երևանում ունենք հունական դպրոց, հունարեն ենք դասավանդում, մշակույթ, պար, տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում համայնքի ներսում, այդ թվում նաև մասնակցում ենք կառավարության կողմից կազմակերպած միջոցառումներին։ 2025 թվականին Մայրենի լեզվի օրվան նվիրված ԳՄՍ նախարարությունը հայտարարել էր հետազոտական աշխատանք դպրոցներին, որոնք պիտի կապ հաստատեին Հայաստանում գործող փոքրամասնությունների հետ եւ ուսումնասիրեին երկրում ապրող այդ փոքրամասնության պատմությունը, մշակույթը եւ այլ բաներ։ Մեզ դիմեց Հերացու ավագ դպրոցը եւ մենք սկսեցինք մեր նախաձեռնությունը, մեր աշխատանքը նախագծային։ Հետագայում ավելի ոգևորվելով, ավելի շատ ընդհանուր եզրույթներ գտնելով, որոշեցինք ավելի խորացնել մեր համագործակցությունը եւ այն վերածվեց գաղափարի, որ ստեղծենք մի հատ համատեղ գիրք։ Աշակերտները, որոնք ընթերցեցին 4 առակ
հայերենով, հունարեն եւ ռուսերեն։ Մյուս աշակերտները, որոնք նստած էին արվեստանոցում, նրանք դա հանձնեցին թղթին։ Բավականին հետաքրքիր ստացվեց, ինչը որ մեզ դրթեց կազմակերպել աշխատանքների ցուցահանդես եւ նաեւ ստեղծել մի փոքրիկ գիրք, որը կլինի դպրոցի աշակերտների, մեր համայնքի աշակերտների, նաեւ Մինաս Ավետիսյանի արվեստի դպրոցի սաների համատեղ աշխատանքը։ Քանի որ բոլորս էլ գիտենք, որ Էզոպոսի առակների մեծ մասը թարգմանել է Խնկո Ապերը, դա տվեց մեզ գաղափար միջոցառումը, գրքի շնորհանդեսը եւ ցուցահանդեսը նկարների կազմակերպենք հենց Խնկո Ապոր գրադարանում։ Միջոցառմանը հրավիրել էինք բոլոր մասնակիցներին, հրավիրված էին նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարներ ներկա էին ազգային փոքրամասնություններից հյուրեր, այդ թվում նաեւ Հունաստանի դեսպանատուններ ներկայացված։ Մենք ունեցել ենք նաև համատեղ աշխատանք ամառային ճամբարում, որտեղ Հերացու դպրոցը կազմակերպում է ամեն տարի։ Սովորեցրել ենք աշակերտներին դպրոցի հունական պար, ավանդական խաղեր։ Կարծում եմ մասնակից աշակերտները այս առակները երբեք էլ չեն մոռանա, առակներից քաղած դասերն էլ կհիշեն ու իրանց կյանքում հետագայում դա կօգտագործեն։ Եկել է պահ Հովենախորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, դա իսկ ամենահետաքրքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա Օվենա խորագրի հերոսը։ Նկարվում է էսի արդեն։ Տինա Տյորներ։ Տինա Տյորներ։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, որ ընթերցելը ենթադրում է ճաշակի ձևավորում, որը առիթ է տալիս բացահայտել գեղեցիկի նրբությունները։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այդպես որ ակտիվ հետևում ենք անոնցներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում էր հաջորդ եթերին։ Դե իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։